Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր հանուն հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի և խոնարհման օրն է։ Փառք հին ցեղիս արմենական, հայկաբասկին կուրզինական, աստվածաշունչ հայոց լեզվին, ազգահավաք հայոց գենին։ Փառք մեր մտքին, մեր քանքարին, բյուրահազար մեր պայքարին։ Փառք դիցազուն ընկածներին, հողը արյամբ ներկածներին։ Փառք մեր վաղվան, գալիք կյանքին, փառք հավերժող հայոց փառքին։ Փառք նահատակներին և կեցցե հայկական պետությունը, և վաղը մենք ձեր հետ միասին բոլորս նշելու ենք հայոց բանակի տոնը և դրանով նաև ամրապնդելու ենք այն ժառանգությունը, որը բոլոր մեր նահատակները մեզ թողել են պահել, պաշտպանել, ամրապնդել հայկական պետությունը։ Դա է մեր առաջնահերթությունը, մեր մտքով, մեր ջանքով, մեր արյունի գնով պետք է այդ մեր ամենակարևոր արժեքը և նպատակը պահենք և պաշտպանենք։ Հարգելի հայրենակիցներ, այսօր ձեր հետ շատ կարևոր թեմայի մասին ենք խոսելու և կարելի է ասել ինչ-որ առումով սկանդալային է այս հայտարարությունը, որը Բաքվում հնչեց Իսրայելի արտաքին գործերի նախարարի կողմից իր այցի ժամանակ երեկ։ Այո, այդ հայտարարությունը, որը ինքը արել է, իմ պատկերացումով բացահայտում է իրական դինամիկան, ինչը այդտեղ տեղի է ունենում։ Շատ մեծ զարգացումների է վերաբերվում Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների, Իսրայել-Թուրքիա հարաբերությունների և նաև ամենակարևորը իմ պատկերացումով դա ուղիղ Հայաստանի համար գործելու փաստացի հնարավորություն է բացում։ Այո, սա նշանակում է, և մենք հիմա մանրամասն կխոսենք, որ Հայաստանը կարա հիմա իրական լուրջ քայլեր անի հայ-իսրայելական հարաբերությունների խորացման նպատակով։ Եվ այսպես, Իսրայելի արտաքին գործերի նախարարը իր այցի ժամանակ Բաքու երեկ հայտարարեց, որ այլևս Ադրբեջանը չի հանդիսանում այն միջնորդը, որը երկար ժամանակ է հանդիսանում էր Իսրայելի և Թուրքիայի միջև։ Եվ եթե մինչև այս հայտարարությունը մենք բոլորը ձեր հետ միասին գիտեինք, որ Իսրայելի և Թուրքիայի միջև կա այսպիսի միջնորդ իդեմս Իլհամ Ալիևի և Ադրբեջանի, որը կապի մի օղակ է և կողմերը փորձում են Ադրբեջանի շնորհիվ հարցերը լուծել, այլևս փաստացի այս սկանդալային բացահայտումից հետո մենք պետք է հաշվի առնենք, որ այդպիսի իրականություն չկա։ Եվ սա պետք է իհարկե հաշվի առնենք։ Պետք է ասել, որ այս հայտարարությունները Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը արեց Ադրբեջանի ԱՊԱ գործակալության պետական ԶԼՄ-ին հարցազրույցում և միջև էդ ասել էր, որ այս կոնկրետ և նաև ընդգծեց դա, որ այս կոնկրետ միջնորդական դերը Ադրբեջանի կողմից վերջի ժամանակներում ավարտվել է, չեղարկվել է։ Հիմա հարցը նրանում է, թե ինչքան ժամանակվա մասին է խոսքը, մենք ձեր հետ միասին հստակ դա ասել չենք կարող, որովհետև դրա մասին տեղեկատվություն փաստացի չի տարածվել։ Եվ մենք այո կարող ենք ձեր հետ արդեն արձանագրել, որ առնվազն հասկանալի է, որ օրերի և շաբաթների մասին չէ, առնվազն ամիսներ է անցել, ինչ Իսրայելի և փաստացի Թուրքիայի միջև այսպիսի միջնորդ չկա։ Ադրբեջանը չեզոք է մնում և չի փոխանցում միմյանց տեղեկատվությունները և չի փորձում բարելավել Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները։ Այսինքն, եթե մինչև այս պահը Իլհամ Ալիևը կարողանում էր 2 աթոռումներ նստել, թուրքական աթոռում մեկ ազգ, երկու պետություն կարգավիճակով, և մենք գիտենք ինչքան լուրջ դաշնակցային հարաբերություններ ունեն Թուրքիան և Ադրբեջանը, բայց զուգահեռ դրա Իսրայելը շատ կարևոր նաև գործընկեր է Ադրբեջանի համար մնում։ Հիշեցնեմ, որ Իսրայելը երկար ժամանակ մատակարարել է Ադրբեջանին բարձր տեխնոլոգիական զենք, և դա արել է իր շահերից ելնելով, հատկապես Իրանի համատեքստում, այլ ոչ թե մեր դեմ։ Բացի դրանից հիշեցնեմ, որ Իսրայելը առաջարկել էր Հայաստանին
նախորդ իշխանությունների ժամանակ նույնիսկ, որ Հայաստանին նաև վաճառեր իր զենքը։ Բայց ամենակարևոր այստեղ ցուցանիշը վերաբերվում է նրան, որ ադրբեջանական նավթի ուրեմն նավթը ապահովում է Իսրայելին եւ 40%-ը մոտավորապես ուրեմն այդ Ադրբեջանի նավթի գնում է դեպի Իսրայել եւ դա շատ կարևոր բաղադրիչ է։ Բաքու, Թբիլիսի, Ջեյխան նավթատարի միջոցով։ Եվ մենք հիմա ձեր հետ միասին մանրամասն կխոսենք եւ կքննարկենք այս կարևորագույն հայտարարության, ինչպես ռազմական, այդպես էլ քաղաքական, այդպես էլ տնտեսական բաղադրիչները, կփորձենք հասկանալ, թե ինչու է սա տեղի ունեցել, ինչու է սա կապ ունի եւ ինչ լրջագույն հետևանքներ կարող է սա ունենալ տարածաշրջանում ընդհանուր առումով Թուրքիա-Իսրայել հարաբերությունների լարման ուղղությունով, որի մասին մենք ձեր հետ հաճախ ենք խոսում մերձավոր արևելքում ձևավորված իրավիճակը հաշվի առնելով, կլինի դա Իսրայել, Կիպրոս, Հունաստան այդ ուղղությունը, կլինի դա Լիբանանի ուղղությունը, թե Սիրիայում ստեղծված իրավիճակը քրդերի կամ նույն դրուզերի ուղղությունով, բայց զուգահեռ դրա իհարկե շատ կարևոր է թե ինչ հնարավորություններ է սա տալի Հայաստանին հայ-հրեական հարաբերությունների համատեքստում։ Առաջի հերթին հարգելի հայրենակիցներ, միջև անցնելը բուն վերլուծությանը ես կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, բաժանորդագրվեք եւ դրեք զանգակը, մենք անցանք 20,000-անոց շեմը, ինչու համար ես ձեզ բոլորիդ շատ շնորհակալ եմ եւ դա շատ կարեւոր է։ Նաեւ գրեք ձեր մեկնաբանությունները եւ ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքի գործունեությանը նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Դե այսպես անցնենք արդեն վերլուծությանը։ Եվ այսպես, հարգելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո հարաբերությունները լրջագույն ձևով սրվան Թուրքիայի եւ Իսրայելի միջև, երբ Համասը տերորիստական խմբավորումը, որը Գազայում գտնվում է եւ որը մեծ մասամբ աջակցված է հենց Թուրքիայի կողմից, եւ մենք սրա մասին գիտենք բազում անգամ, շատ հանդիպումներ է տեղի ունենում Թուրքիայի իշխանությունների, ներառյալ Ռեջեփ Տայիպ Էրդողանի եւ Համասի առաջնորդների միջև եւ փաստացի Իսրայելը դժգոհ էր Թուրքիայի այդ աջակցությունով, որը Համասին ուղղված էր, իսկ Թուրքիան հիշեցնեմ ձեզ, որ ամեն ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ից հետո դրան անվանում է ցեղասպանություն եւ վերջերս մենք ձեր հետ մանրամասն քննարկել ենք, որ Միացյալ Նահանգները ցանկանում են եւ փորձ են արել վերականգնել Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները եւ Թուրքիան մերժել է դա։ Այստեղ կլինի հղումը նաեւ այդ մեր վերլուծության վրա։ Եվ դրանից բացի պետք է հիշեցնեմ ձեզ նաև, որ Թուրքիան մերժել է Իսրայելի նախագահ Իցխակ Գերցոգի այցի ժամանակ, որ տրամադրի իր օդային տարածքը նրա համար, որ Իցխակ Գերցոգը հասներ մինչև Բաքու COP29 գագաթնաժողովում մասնակցելու նպատակով։ Եվ Թուրքիան չի պատրաստվում բարելավել իր հարաբերությունները Իսրայելի հետ, միջև Գազայում այս իրավիճակն է տիրում։ Իսկ Բաքվի հարաբերությունները թուրքերը հայտարարում են, որ դա տեխնիկական հարաբերությունները։ Մինչ այդ իրականում Ադրբեջանում 3 Իսրայելի արտաքին գործերի նախարարի այցի ժամանակ կարևորագույն քննարկում է եղել ուրեմն Ադրբեջան-Իսրայել ռազմավարական բնույթի, դաշնակցային նույնիսկ բնույթի հարաբերությունների մասին եւ մենք հիմա դրա մասին մանրամասն կխոսենք։ Բաքուն իհարկե շատ մտահոգված է եւ Իլհամ Ալիևը անձամբ նրանով, որ իր երկու մոտիկ դաշնակիցը Թուրքիան եւ Իսրայելը փաստացի առճակատման եզրին են գտնվում։ Եվ դա կարող է տեղի ունենալ նաև առճակատումը Սիրիայի տարածքում, ընդհանուր առումով, բայց հիմա դրան նաև ավելացել է Կիպրոս-Հունաստան այդ ուղղությունը։ Ադրբեջանը փորձել է նաև օգտագործել իր կապերը եւ հնարավորությունը եւ 2025 թվականի ապրիլի 9-ին Բաքվում տեղի ունեցավ առաջի տեխնիկական հանդիպումը Թուրքիայի եւ Իսրայելի կողմերի միջև ներկայացուցիչների, որի մասին նաև հիշեցնեմ, որ մենք ձեր հետ խոսել էինք, այստեղ կլինի դրա հղումը։ Իլհամ Ալիևը այդ ժամանակ խոսել էր, որ Թուրքիան եւ Իսրայելը մոտիկ ընկերներ են Ադրբեջանի համար եւ երբ ընկերները վատ հարաբերություններ ունեն, ապա դա վատ է եւ իրանք փորձելու են օգնել այդ հարաբերությունները որ փոխվի։ Ըստ Associated Press-ի եւ New Arab-ի 2025 թվականի մարտին տեղի ունեցած այդ հանդիպումները 3 ռաունդից էր ձևավորված եւ նպատակ ուներ, որ
ուրեմն այն չեզոքացներ սպառնալիքները Թուրքիայի եւ Իսրայելի օդուժի միջև որևէ հակամարտության Բաքվում։ Մասնակիցները դրա արտաքին գործերի նախարարության եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն էին։ Թուրքիան ներկայացնում էր այդտեղ արտաքին գործերի նախարար Նուխ Էլմազը եւ խոսել էր, որ այդտեղ ոչ թե քաղաքական բանակցություններ են, այն տեխնիկական են այդ բանակցությունները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գագաթնաժողովում, որը տեղի ունեցավ Ադայի համալսարանում Բաքվում, հայտարարել էր, որ փորձել է ուրեմն շատ քայլեր անել այն ուղղությունով, որ բարելավի Թուրքիա եւ Իսրայելի հարաբերությունները, գործելով այն տրամաբանությունից, որ իմ ընկերոջ ընկերը իմ ընկերն է։ Թուրքիայի իշխանությունները չնայած դրա հայտարարում են, որ դա անհնար է Գազայում տիրող իրավիճակի պատճառով, կանգնեցրել են Իսրայելի հետ որևէ ուրեմն առևտուրը եւ 2024 թվականի նոյեմբերին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան իր օդային տարածքը չի բացի։ Գիդեոն Սաարի երեկվա սկանդալային հայտարարությունը իհարկե շատ լուրջ բացահայտում է այն առումով, որ իրական ճգնաժամը ուրեմն Թուրքիայի եւ Իսրայելի միջև ել ավելի խորացել է վերջի ամիսների ընթացքում եւ նույնիսկ հասել է այն մակարդակի, որի մասին մենք տեղեկատվություն նույնիսկ չունեինք։ Պետք է ասել, որ ադրբեջանական վերլուծաբանները հաստատում են, որ վերջի ժամանակահատվածում Ադրբեջանը կորցնում է առհասարակ հույսը որևէ միջնորդական առաքելությունների էֆեկտիվության մեջ եւ մեծ մասամբ Ալիևը Դավոսում իր ելույթի ժամանակ փորձել է նաեւ ասել, որ միջնորդությունները էֆեկտիվ չեն, օգտագործելով Հայաստանի հետ ուղիղ բանակցությունների տրամաբանությունը եւ դա օրինակ բերելով փաստացի այն նպատակով, որ իրականում հեռու մնա Թուրքիայի եւ Իսրայելի միջև այդ օրակարգից, որի մասին մենք ձեր հետ միասին խոսել ենք։ Սրա պատճառները իհարկե վերաբերվում են Թուրքիայի եւ Իսրայելի հակամարտության եւ այս իրավիճակի ծանր բնույթից, որովհետեւ Գազայում ստեղծված իրավիճակը եւ Պալեստինայի ուրեմն ժողովրդի իրավունքները Թուրքիայի համար շատ մեծ ներքին քաղաքական թեմա է ներկայացնում Իրանից, հիշեցնեմ, որ հունվարի 1-ին Ստամբուլում մեծ ցույց տեղի ունեցավ Պալեստինային նվիրված, որը կազմակերպել էր Էրդողանի որդի Բիլալ Էրդողանը եւ այստեղ նաեւ դրա հղումը կլինի եւ պետք է նաեւ ասել, որ Ադրբեջանը այս ուղղությամբ իր սեփական շահերն է իրականում զարգացնում, այլ ոչ թե ընդհանուր թուրքական շահերը։ Երեկվա այդ կարևոր հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարար Սաարը Իսրայելի Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպան ժամանակ, այսինքն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, հայտարարեց, որ Իսրայելը եւ Ադրբեջանը այս տարածաշրջանում կայունության հիմք են այս բարդ իրավիճակում եւ ընդգծել է, որ հարաբերությունները ակտիվ զարգանում են առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի պաշտպանության եւ արհեստական բանականության ուղղությունով։ Իսրայելի արտաքին գործերի նախարարը նաեւ ընդգծել է, որ Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանության բացումը 2023 թվականին ել ավելի խորացրել է հարաբերությունները երկու կողմերի միջև։ Սաարը նաեւ խոսել է նրա մասին, որ 2025 թվականին առևտուրը երկու պետության միջև աճել է 50%-ով եւ հասել 360 միլիոն $, իսկ իր հերթին իսրայելական զբոսաշրջիկների քանակը Ադրբեջանում հասել է 60,000-ին, իսկ 26 թվականին սպասվում է նաեւ եւս աճ։ Բացի դրանից ընդգծել է Սաարը, որ տեղի են ունենալու նաեւ հանդիպումներ բիզնես ոլորտի ներկայացուցիչների միջև, քննարկելու են ջրային ռեսուրսների կառավարումը, կիբերանվտանգությունը, առողջապահությունը, գյուղատնտեսությունը եւ էներգետիկան։ Էներգետիկայի ոլորտում Իսրայելի արտաքին գործերի նախարարը խոսել է, որ Սոկարը ունի 10% իսրայելական ուրեմն գազի հանքավայրում Թամար, որը կոչվում է, եւ բացի դրանից հիշեցնում ենք այստեղ նաեւ, որ Իսրայելի նավթի նաեւ
պահանջարկի 40%-ը գալիս է հենց Ադրբեջանից։ Սոկարը նաև ունի նպատակ, որ արտահանի Թուրքիայով մինչև Սիրիա 1,2 միլիարդ կուբամետր գազը, խորանարդ մետր գազ, ուրեմն մոտակա ժամանակահատվածում։ Բացի դրանից պետք է ասել, որ այո, զբոսաշրջության ուղին զարգանում է, մոտավորապես 15-ից 30 հազար նաև հրեա է ապրում Ադրբեջանում եւ ունեն այդ համայնքը հրեական այդտեղ։ Սաարը Բաքվում Իսրայելի արտաքին գործերի նախարարը կտրուկ քննադատել է իրանական ռեժիմի ուրեմն ցույցերը կանխելու պատճառով կամ ուժ կիրառելու պատճառով, ասել, որ խաղաղ ցուցարարների սպանությունը սա անպատկերացնելի, ուրեմն շատ մեծ ծավալի արյունահեղություն է տեղի ունեցել եւ ընդգծել, որ որևէ դեպքում իրանական ռեժիմը չպետք է ունենա միջուկային զենք։ Եվ սա կարելի ասել նաև ընդհանուր առումով կարևոր ուղղություն է։ Բացի դրանից, այստեղ պետք է ընդգծել, որ Ադրբեջանը նաև իր հայտարարությունները արեց եւ Ջեյհուն Բայրամովը ընդգծել է, որ Ադրբեջանը կողմնակից է դիվանագիտական լուծմանը, ուրեմն պալեստինյան հակամարտությանը եւ Ղազայում ստեղծված իրավիճակին, եւ նշելով նաեւ, որ Բաքուն նաեւ ունի ցանկություն Հայաստանի հետ հասնել խաղաղության պայմանագրի եւ խոսել է նաեւ Սաարի հետ այն գործունեության մասին, որոնք իրանք Ղարաբաղում հիմա ծավալում են, ուրեմն քաղաքաշինության կամ վերականգնողական աշխատանքների եւ այլն, դա իրանց առաջնահերթություն է, դրա մասն էլ խոսել է։ Ադրբեջանի կողմը կարելի է ասել բացահայտ փորձում է այստեղ ցույց տալ, որ գործում է ինքնիշխան եւ նույնիսկ այստեղ Ադրբեջանի մոտեցումները տարբերվում են հենց Թուրքիայի մոտեցումներից եւ խորհրդարանի անդամ Ադրբեջանի Էլչին Միրզաբեյլին հայտարարել է, որ ուրեմն այս համագործակցությունը Ադրբեջանի եւ Իսրայելի որևէ երրորդ պետության, այսինքն ոչ Իրանի, ոչ էլ Թուրքիայի դեմ չէ, մոտավորապես սա է ասում Ադրբեջանի խորհրդարանի անդամը։ Թուրքական ուրեմն այս ուղղությամբ արձագանքը շատ հետաքրքիր էր։ Անկարան ընդգծել է, որ ինքը չի պատրաստվում Իսրայելի հետ հարաբերությունները ընդլայնել, որ թուրքական ուրեմն ինքնաթիռները, քաղաքացիական օդանավները, ինչպես նաև նավահանգիստները փակ են մնալու իսրայելական կողմի համար, եւ Հական Ֆիդանը բազում անգամ ասել է, որ սա կապ ունի հենց այդ Պալեստինայում կամ Գազայի ուղղությունով ստեղծված իրավիճակով։ Եվ պետք է ձեր հետ միասին արձանագրենք, որ հիմա այս որոշումը ուղղակիորեն նշանակում է, որ Իլհամ Ալիևի քաղաքականությունը երկու աթոռի վրա նստելու, այսինքն փորձում է նստել հրեական աթոռի վրա, Իսրայելի աթոռի վրա, միևնույն ժամանակ թուրքական աթոռի վրա, բայց իրավիճակը շարունակում է այն ուղղությամբ զարգանալ այդ երկու պետության միջև, որ անհնար է լինելու երկու աթոռի վրա նստելը, ուղղակի անհնար։ Դա իհարկե մեծ հնարավորություններ է տալի Իլհամ Ալիևին քաղել օգուտ երկու ուղղությունով էլ միջև նույն Թուրքիայի տարածքով բոլոր այդ նավթի, գազի եւ ուրիշ սահմանափակումներ կան, տնտեսական առևտուրը սահմանափակված է Իսրայելի հետ, Ադրբեջանը Թուրքիայի տարածքով Բաքու, Թբիլիսի, Ջեյխան նավթատարով մատակարարում է Իսրայելի 40% նավթը եւ իրանց միջև առևտուրը 50%-ով անցյալ տարի աճել է։ Այսինքն ես ասեմ ձեզ կոնկրետ, որ թուրքական հանրությունում շատ դժգոհ են սրանով, որովհետև իրանք համարում են, որ Ադրբեջանը դա մեկ ազգ երկու պետություն է, նույնն են մի խոսքով, նույն թուրքերն են իրանց ցանկությունով, բայց տեսնում են, որ Իլհամ Ալիևը առնվազն կամ Ադրբեջանի բնակչությունի մի մասը նաև հեչ նույն թուրքերը չեն, ուրիշ ձևի են թուրքեր, որովհետև փաստացի իրանք ակնհայտ է, որ միջև Գազայում դա տեղի է ունենում, Պալեստինայում այնտեղ իրավիճակը ծանր է եւ այլն, հումանիտար մարդասիրական իրավիճակը նկատի ունեմ, եւ Թուրքիան փաստացի շատ ուղղություններով առճակատման համար է պատրաստվում Իսրայելի հետ, ապա Ադրբեջանը Թուրքիայի տարածքով առևտուր է ծավալում, աճեցնում է այդ առևտուրը եւ օգնում է իսրայելական կողմին, ինչը շատ կարեւոր է։
Բացի դրանից պետք է նշել, որ թուրքական տարբեր քաղաքական գործիչները բաց այդ քննադատում են Սոկարը եւ քննադատում են նաեւ ադրբեջանական իշխանություններին, որովհետեւ իրանք ըստ այդ թուրքական գործիչների աջակցում են իսրայելական այդ զինված ուժերին կամ տնտեսությանը եւ այլն, որոնք ըստ իրենց ուղղված է ուրեմն հենց Գազայի բնակչության դեմ։ Այսինքն սա նաև հարգելի հայրենակիցներ շատ կարևոր բաղադրիչ է այս ամբողջ գործընթացների։ Եվ եթե միջև այս պահը Իլհամ Ալիևը կարողանում էր երկու աթոռի վրա նստել, ապա ես ձեզ համոզեցնում եմ, որ իսրայելական կողմը միջև սա հանրային դարձնելը երկար ամիսների ընթացքում կփորձեր, որ այս հարցը լուծել։ Ուստի մենք ձեր հետ արդեն արձանագրեցինք, հա, որ այս գործընթացները սկսվել են առաջի այդ բանակցությունները, որի մասին ես նշեցի, ապրիլին են տեղի ունեցել, ուրեմն Բաքվում։ Կարելի ասել, որ ապրիլից հետո գուցե մի քանի ամիս նաև շարունակվեր դա, բայց ակնհայտ է, որ կարելի ասել վերջի կես տարվա ընթացքում արդեն այսպիսի կապ միջնորդական դեր Ալիևը եւ Բաքուն չունի, եւ դա բերելու է նաեւ նրան, որ Թուրքիան փաստացի ինչ որ առումով սա թուրքական պահանջն է, եւ Թուրքիան է կարողացել հասնել դրան, որովհետեւ սրվում է Իսրայել-Թուրքիա հարաբերությունները, իսկ սրում է այդ հարաբերությունները Թուրքիան, եւ Թուրքիային պետք չէ կարգավորել այդ իրավիճակը, ուստի Թուրքիան կարող խնդրել Ալիևին, որ զերծ մնա այդ ամեն ինչից։ Իսրայելում երբ տեսնում են, որ Ալիևը ասում է ես զերծ եմ այս ամեն ինչից, ինձ չի հետաքրքրում, ինձ մի խառնեք ձեր գործերի մեջ, հասկանում է, որ Ալիևը վստահելի գործընկեր չէ։ Հասկանում է նաև, բայց թուրքերն էլ են հասկանում, որ Ալիևը իրանց կողմից չէ, եւ այս նույն այցը եւ խոսակցությունը դաշնակցության ռազմավարական հարաբերությունների մասին նաև այսօր փաստացի ցույց է տալի եւ ընդգծում է հարգելի հայրենակիցներ այն փաստը հիմա, որ Իսրայելի հետ հարաբերությունները Ադրբեջանի խորանում է։ Այսինքն Ալիևը փորձում է նստել դեռ երկու աթոռում, բայց երկու կողմն էլ արդեն սկսում է իրան ասել. «Ընտրի, այսպես չի լինի, ընտրի որ աթոռում ես»։ Եվ իր համար բարդ է դավաճանել թուրքերին, բարդ է, դավաճանել հրեաներին, ոչ պակաս բարդ, մեղմ ասած։ Հիմա ամենակարևորը վերաբերվում է մեզ, այսինքն մեզ այստեղից ինչ կոնկրետ, ինչ օգուտ մենք այստեղից կարող ենք քաղել եւ կարող ենք, որովհետեւ այս իրավիճակը նշանակում է, որ Իսրայել եւ Ադրբեջան հարաբերությունները մեղմ ասած սառեցված իրավիճակում են կամ ավելի սառն են դառնում, ջերմից ավելի սառը, այսպես ասեմ։ Եվ այդքան էլ հիմա ջերմ չեն այդ հարաբերությունները։ Իսկ Թուրքիայի հետ առհասարակ շատ ծանր է իրավիճակը։ Թուրքիայի հետ լարվածությունը շատ լուրջ է եւ մենք դրա մասին ձեր հետ միասին շատ ենք խոսում մանրամասն։ Հաշվի առնելով դա, հաշվի առնելով եռակողմ այդ նոր դաշինքը Իսրայել, Կիպրոս, Հունաստան, որտեղ որ մենք երկու դաշնակից ունենք, Կիպրոս եւ Հունաստանը, հաշվի առնելով Հայաստանի կապերը այդ երկու պետության հետ, հաշվի առնելով Իսրայելի համագործակցությունը Միացյալ Արաբական Էմիրություններ Հնդկաստանի ուղղությունով, իսկ մենք Հնդկաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, իսկ Էմիրությունների հետ նաև եւ ունենք շատ լուրջ ուրեմն տնտեսական կապեր եւ ապրանքաշրջանառություն հենց Միացյալ Արաբական Էմիրությունների հետ, ապա մենք ամեն ինչի համար պատրաստ ենք, որ այդ դաշինքում Իսրայելի հետ հարաբերությունները լուրջ ձևով բարելավենք։ Հիշեցնեմ ձեզ, որ վերջի ժամանակահատվածում ամիսների ընթացքում Իսրայելի ուրեմն դեսպանը Հայաստանում նաև հայտարարություններ է արել եւ հարցազրույց է տվել մանրամասն խոսել հնարավորությունների մասին, նաև արտաքին գործերի փոխնախարարը այցելել էր Իսրայել եւ այդտեղ հանդիպումներ էր ունեցել եւ փորձում ենք բարելավել հարաբերությունները։ Զուգահեռ դրա մենք նաև ձեր հետ միասին տեսնում ենք, որ հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայդատը այդ թվում ներառյալ փորձում է ամեն ինչ անել, որ այդ հարաբերությունները չբարելավի, սրա մասին մենք ձեր հետ նաև մանրամասն խոսել ենք։ Ես ասել էի, որ դա KGB-ի օրակարգն է, որովհետև հասկանում են KGB-ի գործակալները, որ չի կարելի թույլ տալ Հայաստանը, Իսրայելը մոտիկանան իրար, որովհետև դա մեզ նաև կմոտիկացնի Միացյալ Նահանգների հետ շատ ակտիվ։
Իսրայելը ունի լուրջ ազդեցություն Միացյալ Նահանգներում, դա նորություն որևէ մեկի համար չէ։ Այսպիսով, հարգելի հայրենակիցներ, ես համոզված եմ, որ մենք այս հնարավորությունը եւ պահը պետք է օգտագործենք շատ ակտիվ նրա համար, որ կարողանանք փաստացի կիրառել այնպիսի միջոցներ, որը Հայաստան-Իսրայել հարաբերությունները կբարձրացնի մի ուրիշ մակարդակի վրա, աննախադեպ մակարդակի վրա, եւ ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորություն հասնել ռազմավարական գործընկերությանը։ Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին, արտաքին գործերի նախարարությունին, ազգային ժողովի նախագահին եւ աշխատակազմին ամբողջությամբ, վարչապետին եւ կառավարությանը ամբողջությամբ, որ քայլեր ձեռնարկեն Հայաստան-Իսրայել հարաբերությունների բարելավման ուղղությունով, անհրաժեշտության դեպքում դիմեն Վաշինգտոնին, դիմեն Հունաստանին, Կիպրոսին, Հնդկաստանին, Միացյալ Արաբական Էմիրություններին, նրա համար, որ մեզ նաև օգնեն ել ավելի այդ հարաբերությունները կառուցենք եւ հասնենք ի վերջո նրան, որ Իսրայելի հետ հարաբերությունները խորանան եւ օգտագործենք դա նաև այդ թվում այն նպատակով, որ ինչու ոչ քննարկենք իսրայելական զենք գնելու հնարավորությունը, հատկապես հետաքրքիր կլիներ մեր համար ԱԹՍ-ների եւ հակաօդային պաշտպանության բաղադրիչները։ Կարծում եմ, որ սա շատ կարևոր թեմա է, շատ կարևոր հնարավորություն եւ փաստացի արձանագրելով այս ամենը հուսով եմ, որ մենք այս թեմայի ուղղությամբ ունենք զարգացումներ, իսկ Իլհամ Ալիևի երկար տարիների այդ երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը, որ վերջ առաջ ուրեմն բախվելու էր այսպիսի մարտահրավերի, դա գիտեինք մենք, դրա մասին նաև խոսել էինք, առաջի քայլերն են սա, որովհետև կարա շատ սրվի իրավիճակը, եթե որևէ բախում տեղի ունենա Իսրայելի եւ Թուրքիայի միջև, Ալիևը եւ Ադրբեջանը ստիպված կլինեն ընտրել, թե որ կողմից են, իրաց եղբայրների, թուրքերի, թե հրեաների, դավաճանել թուրքերին, թե դավաճանել հրեաներին։ Այդ իսկ պատճառով Ալիևը հիմա որոշել է առհասարակ ձեռքերը լվալ այս պատմությունից եւ ասել, որ ինքը սրա հետ կապ չունի, բայց այդպես չի լինի եւ չի ստացվի։ Հետաքրքիր թեմա է, շատ կարևոր, կշարունակենք հետևել այս հարցերին։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։